Ողջույն սիրելիներս, բարի գալուստ նոր վլոգ իմ բոլոր նոր հետևորդներին եւ իմ հիմնական հետևորդներին։ Այս տեսահոլովակում ուզում եմ ներկայացնեմ, թե ինչ մասնագիտություն ունեմ, քանի որ շատ նոր հետևորդներ միշտ հարցնում են։ Սիրելիներս, ինչպե՞ս եք։ Այսօր որոշել եմ այսպեսին պետք է լինի իմ տեսանյութը։ Ես գտնվում եմ իմ աշխատավայրում, որտեղից որոշել եմ ձեզ հետ օրս անցկացնել, ուրեմն առավոտվանից եմ այստեղ արդեն մի հաճախորդի ճանապարհել եմ, սպասում եմ շուտով հաջորդը կգա, ավելի ճիշտ երկու հաճախորդի եմ ճանապարհել արդեն, հաջորդը հիմա կգա եւ կունենանք դեռ պրոցեդուրաների հնարավորություն, պետք է լինի լազերային էպիլյացիա եւ նախընտրեմ մեր լազերային ապարատը եւ պետք է ունենանք հաջորդ հաճախորդը գալու է ունենանք ահա պրոցեդուրա այս ապարատով, ինչ է կատարվում այստեղ ունենք ապարատ կոչվում է էնդոս, այսպիսի ռոլիկներ են մասաժի համար, այսպես պտտվում են հերիքչի, մի հատ էլ իրանք առանցքի շուրջն են պտտվում այսպես կոչված, այստեղ ինչա միացնում ենք, դնում ենք, տեղադրում ենք, միացնում ենք այս կապիչներով կապում ենք եւ միացնում ենք ապարատին ու թողնում ենք այսպես կանային հյուսվածքները այսպես ձգում է բաց է թողնում կամ ուրիշ ռեզիներով ցիկ պատում բաց է թողնում մի խոսքով շատ հետաքրքիր պրոցեդուրաներ են անում այստեղ ունենք վիբրոմասաժի համար նասատկաներ, մասաժներ ենք անում, այստեղ միկրոտոկի եւ ինֆրակրասնի լուչերի հնարավորություն, իրենք մաշկը գլատկիացնում են, հատուկ ռաստիաշկաները փոքր մարշինաները, կնճիռները հարթեցնում են, թույլ մաշկը ձգում են, գեղեցկացնում են մաշկը արտաքինից միկրոտոկերի օգնությամբ եւ ինֆրակրասնի ինֆոկարմիր լույսերի, ինչպես ասում են, ազդեցության տակ, այստեղ նասատկաները կարելի է փոխել, մի քանիսը կան, տարբեր են, այս ոդիկները մեծ են, փոքր են, տարբեր են։ Մի խոսքով, սա կոչվում է կավիտացիա, որը ճարպի շերտը հալածնում է մաշկի վրայից ենք քսում, իսկ մաշկի տակ ճարպի շերտը հալվում է։ Իսկ սա վակուումայինն է, որի օգնությամբ հալված այդ ճարպային հեղուկ մասը հանում ենք արդեն, իրար հետ են օգտագործում հիմնականում, սկզբից կավիտացիա, հետո վակուում, հետո միկրոտոկ, որ մաշկը լավանա եւ իհարկե ավելի լավ կլինի սկզբից օգտագործել вообще-то սա վիբրացիայով մասաժը, այսպես փոքրիկ ապարատ եւ այսպիսի գեղեցիկ հնարավորություն, համեցեք մեր սալոն, եթե կցանկանաք, հետաքրքիր կլինի հարցեր տվեք, ես այդպիսի հարցերից չեմ խուսափում, կպատասխանեմ։ Այստեղ ունենք դեմքի խնամքի ապարատ, ուրեմն օգտագործում ենք միկրոտոկեր, որ նասատկաների այս եւ այս մասը, այս երկու մասը, տեսեք, եւ այս մասը, այսպես կոչված համ այս կոր մասը, համ մյուս մասը օգտագործվում է։ Այնտեղով միկրոտոկերը մաշկը, ինչպես հասկանում եք, դեմքի մաշկը հարթեցնում է, սնուցում է մաշկի տակ եղած կոլագենը, թարմացնում է, սա ուղղակի այսպեսի լապատկա է, ոնց որ ասած, ուլտրազվուկովոյ չիստկայի համար, այստեղ այսպեսի նասատկա ունենք, որը սառեցնում է սառը վիճակով, շատ հետաքրքիր պրոցեդուրա է մաշկի լայն ծակոտիները նեղացնելու համար է, միաժամանակ նաև հետաքրքիր սիվռտկաները, բոլոր նյութերը, տարբեր կարգի նյութերը լավ մնալու համար է։ Այստեղ նորից տոկեր են, միկրոտոկեր, որոնք արյան շրջանառությունն են կարգավորում, մաշկի տակ եղած կոլագենի քանակն են, բնական քանակն են վերականգնում, որ բնականից նորից սկսվի արտադրվել, մի խոսքով այստեղ արդեն ֆիցինգներ են, RF, մի խոսքով սրանք էլ են միկրոտոկեր, այսպես տարբեր տեսքի նասատկաներ, սրանք աչքի շրջակայքի համար է, աչքի շուրջ փոքր մասերի, շրթունքների, քթի կողքերը միկրոտոկերով աշխատացնելու, սրանք դեմքի համար են, սա ավելի լայն ճակատի, թուշերի եւ այսպես կոչված այտերի, գեղեցիկ ասած, այտերի եւ իհարկե տարբեր ավելի լայն մասերի, պատբառոդակ եւ այլն եւ այլն։ Այստեղ վակուում է առաջացնում, վակուումային չիստկա է եւ իհարկե մյուսը այրազոլն է կոչվում, որ փչում է, այսպես պետք է աշխատի, մի խոսքով հետաքրքիր պրոցեդուրաներ են սառեցնող, տաքեցնող եւ այլն։ Ահա այսպիսի ապարատներ։ Մի խոսքով սիրելիներս, հաճախորդս նոր է գնացել, հաջորդին եմ սպասում, այնտեղ էլ ես եմ եւ իհարկե այստեղ իմ սերտիֆիկատներն են պատից փակցված։
գեղեցիկ ձևավորված, կահավորված մեր սալոնը, որս այսօր էստեղ է անցել։ Ինչ ասեմ սիրելիներս, այսօր ամբողջ օրս անց եմ կացրել այսպես սալոնում, այստեղ եմ եղել եւ մեր երեկվա վիդեոներից հետո իմ այդ ուղղորդային խնամքի մասին տեղադրած վիդեոներից հետո չեք պատկերացնի, թե ինչքան շատ ինչա կոչվում SMS-ներ եմ ստացել, որ ապրեք, շնորհակալ ենք, անձնականով շատ են գրել, հատկապես քույրիկս էլ էր գրել, այստեղ դնեմ, մի քիչ էլ ինձ այստեղից տեսնեք, չգիտեմ ոնց տեղադրեմ, որ ուզում եմ դենք ստանամ, ու ես չունեմ այստեղ, ինչպես ասում են, դաստավկա չունեմ, հա, հեռախոսի համար, ու խոսքով երեսից լվանամ, ձեզ հետ զրուցեմ, միաժամանակ մոտիվացիա էին ասել, ապրես, որ շատ արել ես մեզ մոտիվացիա, ահա, ու քույրիկս էր հատկապես ինձ շատ եկել 50 անգամ շնորհակալություն ասեց, ասեց ապրես, որ նման տեսանյութեր ես տեղադրում, եթե ես իմանամ ձեզ բոլորի դուր է գալիս այդ տեսանյութերը, ես հաճախակի մասնագիտական տեսանյութեր կտեղադրեմ, որովհետև հիմա ավելի շատ աշխատում եմ, տանը չեմ լինում, կենցաղայինները կարող են մի քիչ հետ ընկնել։ Գնանք լվացարանի մոտ, այնպես լվանամ, միաժամանակ ցույց տամ, թե ինչ եմ անում։ Ես միայն շատ ուրախ եմ, որ դուք նույնպես ունեք նման գել վերցրեցի ժերմե կոժայի համար, յուղոտ մաշկի համար, հանեմ մի հատ իրական։ Ուղղակի քանի դեռ էստեղ եմ, նյութերս ամբողջովին էստեղ են, տանը համարյա չի լինում, նյութեր չունեմ, որոշեցի էստեղ երեսից լվանամ եւ միաժամանակ ձեզ հետ մեր արդյունքը շարունակենք հետեւել էշվիսին է լինելու, հա, որովհետեւ մեկ շաբաթ հետո նույնպես պետք է կրկնեմ այդ նույն պրոցեդուրան։ Մազերից հավաքեմ, որովհետեւ ինձ շատ է խանգարում։ Դուրն է փակեմ, սալոնում մենակ չեմ, ձայները խանգարում են, այսպես ինչպես միշտ, չգիտեմ սիրուն է թե չէ, ինչպես միշտ առանց ակնոցի եմ եւ բացում ենք տաք ջուրը ու իհարկե վանում ենք առաջին հերթին, ինչպես ասել եմ, տաք ջրով, բայց մինչև այդ պետք է ջրով մի լավ այսպես ակտիվացնենք, հա, ինչպես ասում եմ, այս նյութերը Ինչել ապրեցիստան, ընդհանրապես 37 ժամանակ ունեմ։ Տեսեք, էկրանի դեմը լվացվել է, այդքան հետաքրքիր ու հաճելի չէ ինձ թվում, բայց ինչ արած մոտիվացիան այդպիսի բան է։ Պետք է ձեզ հետ շարունակեմ, ձեզ մոտիվացնել, հատկապես շատ ուրախանում եմ, որ իմ հարազատներն են ինձ գրում, ինձ թվում է, թե իրանք ինձ չեն հետևում, բայց փաստորեն ոչ հետևում են եւ դրանից ես շատ ուրախ եմ, հատկապես քույրս երբ ինձ գրում է, ես էլ իրենից եմ մոտիվացվում, ոգևորվում, որովհետեւ ինքը իմ համար իմ մայրիկի շարունակությունն է, ինչպես ասում են, հա, մայրիկիցս ինձ նվեր մնացած միակ բանն է այս աշխարհում։ Եղբայրեր ունեմ, բայց եղբայրը տղամարդ է, իսկ քույրս ավելի շատ մայրիկիս է հիշեցնում, եղբայրս հետո հետագայում ավելի շատ պապային կհիշեցնի։ Չեմ ուզում դեռ հետագայի մասին մտածել, քարտաստու հայրս կենցանի ողջերի մեզ հետ է։ Այդպես սիրելիներս, դեմքս լվացան, հիմա մի անգամ էլ մաքրեմ, գելով լվացանք, պրոցեդուրայից հետո ծակծկած տեղերը, իմ մաշկը շատ բարակ մաշկ է, ծակծկած տեղերի համ հետքերը մի քիչ մնացել է, համ ցավում է տեղերը, պետք է միշտ ուշադիր լինեք, համ անանուն ուղիղ եթերում ես նա արեցի, շատ դժվար էր ինձ համար, առանց ակնոցների չէի տեսնում որտեղ եմ, ինչ անում, ոնց եմ անում ու այդպես մի քիչ վնասեցի մաշկս, ոչինչ։ Ուրեմն ինչ ենք անում, 4 սալֆետ կարել մաքրեմ, չորացնեմ։ Հենց այսպես տեսանյութս չեմ ուզում անջատեմ հանեմ կամ կիսապրակ անեմ, ձեզ հետ շարունակում եմ, այստեղից հենց սամոնի փոքրիկ տոնիկ կսենք, ունեմ այստեղ ազուլենային տոնիկ, իվարկե, սովորությունս մի տեսակ շատ վատն է նայք հեսա ազուլենայի տոնիկ, ազուլենային և ինչ ենք անում,
Այստեղ բացում ենք, վերցնենք մի հատ վատնի դիսկ, տոնիկը մեր ու գնացինք լվացարանի մոտ։ Իմ գեղեցիկ տեսարանով կաբինետը ինձ ուղղակի հիացնում է, տեսեք ինչ սիրուն լվացարան ունենք։ Լվացարանն էլ է լավը։ Շարունակենք այստեղ։ Տոնիկը հիմա ամբողջ դեմքս կքսեմ, ինքը նաև հանգստացնում է, որովհետև ազուլեն է պարունակում։ Եթե կհիշեք, բազմիցս անգամ ասել եմ, որ ազուլենը շատ լավ օգնում է, հատկապես ռոզացիայի դեպքում շատ լավ է ու շատ անուշ հոտ ունի, նաև բույսերի խառնուրդներ ունի, ոչ միայն ազուլեն է, այլ նաև բույսերի խառնուրդներ ունի, բուսական հիմնականում բնական նյութերից են պատրաստված բոլոր այն կոսմետիկաները, որոնցով ես աշխատում եմ եւ իհարկե միաժամանակ նաև օգտվում եմ այդ կոսմետիկաներից։ Այսպես։ Եվ իհարկե, քանի որ բոլորդ ինձնից հեռու եք գտնվում, ես ապրում եմ Ռուսաստանում, բայց վարում եմ հայկական ալիք, այս նյութերը ռեկլամ չեմ անում, որովհետև միևնույն է, ձեզ չեմ կարող օգնել, դուք չեք կարող այս նյութերից օգտվել, ես ձեր համար չեմ կարող զակազել իրենց, բայց նրանք, ովքեր գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, եթե իրենք էլ են ուզում օգտվել հենց այս նյութերից, կարող եք գրել մեկնաբանություններում, ես ձեզ կօգնեմ, թե իմանաք ինչպես կարելի է իրենցից օգտվել, ես ձեզ կօգնեմ իրենցից ձեռք բերել, հա, ինչպես ասում են։ Դա է այսպես, վերջացրեցինք տոնիկի հետ աշխատանքը, հիմա ինչ պետք է անեմ։ Քանի որ մի քիչ դեմքից դեռ չբուժված, չվերականգնված կաթիլներ կան, սկվալանովե մասլը, սկվալանի յուղ, բայց շատ մաքուր մշակված է, հենց այնպես վալվերիսից չեմ գնել, հա, ոնց որ ասում են, ինչպես միշտ, դուք ասեք ինչա կոչվում, պրոֆեսիոնալ սերիայից է, կոսմետիկաների, այսպես մի խոսքով համեցեք մեր սալոն, ժողովուրդ ջան, ովքեր մոտիկ են բնակվում, ովքեր այստեղ են, ովքեր ճանաչում են ինձ, եկեք, եթե ինչ-որ բան կցանկանաք, ես ձեզ մեծ սիրով կսովորացնեմ, կանեմ, կցանկանաք, կօգտվեք բոլոր այս հնարավորություններից, բայց իհարկե, որ ես հիմա արդեն սալոնում եմ աշխատում եւ սալոնի գներով, որովհետեւ այլ գներ չեմ կարող ես ձեզ դնել ու աշխատում ենք, համեցեք։ Խնդրեմ։ Մի քիչ կսպասենք հիմա, այս ամեն ինչը ներկծծվի, ինչպես տեսնում եք, թարթիչներից կեսը թափվել է, արդեն չկա, բայց էլի որ մնացել են, հիմա հոնքերս եմ ուզում մի քիչ ներկեմ, մնացել է սպիտակել է, այսօր այսպես բյուտի ձեն անենք, հա, անցնենք, մյուս կողմը, հիմա ցույց կտամ, թե ոնց եմ ես իմ հոնքերս ներկում նաև, քանի դեռ հաճախորդը չի եկել, մի հատ արագ ռասկա հավաքենք, կսեմ ու շուտով մաքրենք։ Տարագարակ ներկեմ, ուղղակի ժամանակ կհանձնարեմ։ Դեմքս մի տեսակ սենց վարվարում զգացում է, որ ուզում է, որ ինչ-որ բուժվի, թե ինչ անի, ոնց որ այդպես հետաքրքիր հոտու օդ տա, մի տեսակ։ Հիմա ես շատ օգտիկ եմ միշտ ներկում հոնքերս, ինչ եմ անում, վերցնում եմ, որովհետև ունեմ կրասկա, որը ներկում է միայն և միայն մազը, հա, մաշկի վրա ինչպեսին էլ որ լինի, ինձ չի խանգարում, միևնույնն է մաշկս յուղոտվեց հիմա, պետք է մինչև դա ներկեի ավելի լավ կլիներ, կաթացրեցի մի քանի կաթիլ օքսիդ, նույն չափով էլ կրասկա վերցրեցի, ներկը վերցրեցի, ու որպեսզի հոնքերս լավ վերցնի ներկը, ես ուղղակի հիմա մի քիչ սպիրտով, մի կաթիլ սպիրտ կվերցնեմ ու սպիրտով կչորացնեմ, հա, ինչպես տեսնում եք, սպիրտով այսպես կմաքրեմ հոնքերիս վրայից այդ յուղը, այսպես, մի քիչ յուղային մասը հանենք, որ կարողանամ ներկել, իտակ հոնքերս չներկեցի, բայց այս պահին
Այսպես մաքրեցին։ Հիմա փորձեմ խառնեմ ներկը։ Ինչ ենք անում, ընդամենը այսպես չոփիկով խառնում ենք, ականջի չոփիկով։ Ականջի չոփիկ ենք ասում, բայց այստեղ բամբակյա չոփիկ, վատնի պալաչկի։ Տենց են ասում ռուսները։ Խառնեցի, ստացվեց համասեր, եւ հիմա պետք է ուղղակի շատ ակուրատնի բրդել, կսեմ հոնքերիս։ Քանի որ ակնոցներ պետք է հագնեմ, ես չեմ տեսնում իմ հոնքերս, սիրելիներս, եւ ես ձեզանից ներողություն եմ խնդրում, եթե ծուրտիկ-մուրտիկ ինչ-որ բաներ կանեմ, հա, այսպես ներկում ենք։ Հոնքերիս վրա սպիտակած մազեր կան, դրա համար եմ ներկում, իսկ ընդհանրապես հոնքերս բացի այդ նաև պետք է ֆորմա տամ հանելու էլա։ Մինչև հասնեմ այդ ֆորմային, սպիտակները պետք է սկզբից ներկեմ։ Այս մասերը սպիտակած հոնքերս չափից դուրս շատ են։ Հիմա եթե ծուրտիկ-մուրտիկ էլ ներկած լինեմ, կողքերից հեսային ավելորդ կրասկակսվածները կմաքրեմ։ Շատ անշնոր կսեցի, սա օրինակ չէ, սա ուղղակի իմ ապրելակերպն է, ձեզ ցույց եմ տալիս, թե ինչ արեցի։ Ուզում եք ընդունեք, չեք ուզում, դուք գիտեք։ Ու ուզում եմ նաև մի լավ խորհուրդ էլ տամ, որը իմ վարսավիրս է խորհուրդ տվել, կոլեգաս, որ այստեղ աշխատում, որի համար ես լիչեսնը շատ շնորհակալ եմ։ Քանի որ հոնքերիս վրա սպիտակ մազեր կան եւ կրասկա եմ կսում, այդ կրասկան սպիտակ մազերս ներկում է, ապա մենք հոնքերը ներկում ենք միշտ 3%-անոց օքսիդով, հիշեք, լավ խորհուրդ է, 3%-անոց օքսիդով։ Իսկ այդ 3%-անոց օքսիդը ներկում է նաև մեր սպիտակած մազերը, ճիշտ է, իսկ գլխի մազերի սպիտակածները մենք ներկում ենք քանի տոկոսանոց օքսիդով, ճիշտ է, 6 եւ 9%-անոց օքսիդով, եւ դա շատ սխալ է, վառում ենք մեր մազերը, իսկ 3%-անոց օքսիդը կրասկայի հետ, յուրաքանչյուր կրասկայի հետ ամենաճիշտն է։ Շատ մի հատ հոնքերս կարգավորեմ ու միանամ ձեզ։ Թե ինչ, ժողովուրդ ջան, հոնքերս մաքրեցի ներկածը, դեմքս ծիրունացել է արդեն, շատ ահավոր կարմիր է ցույց տալիս էկրանը ինչպես միշտ, շատ սիրուն մաշկս գույնն ստացել։ Տեսեք, հոնքերս ներկեցի, ուղղակի արդեն որ յուղը ներկծեցի կվերջացնեմ, նոր մի քիչ ոսկով կփորձեմ մաքրեմ, ինչպես ասում են։ Դե ժողովուրդ ջան, բոլորիդ նորից բարի երեկո։ Ես հիմա աշխատանքս ավարտել եմ, տուն եմ գնում։ Ուզում եմ մարդու պատասխանատվությունից խոսամ, հա, մի քիչ տեսակ։ Ես ինքս խարակտերով շատ վերին աստիճանի պատասխանատու մարդ եմ։ Ընդհանրապես, չգիտեմ ով ինչպես կընդունի իմ այս զրույցը, ընկերական շրջապատս, կոլեկտիվս, բարեկամներս, ով ինչ ուզում են ասեն, ամենքը մի ձևով իրանց վրա կվերցնեն այս խոսակցությունս, ամենքը մի ձևով իրանց վրա կգնան, մեկը կնեղանա, մեկը կլենանա, մեկը կհասկանա, մեկը կպատկերացնի, թե ինչ ասեցի, մյուսը չէ, բայց ես պիտի զրուցեմ։ Ես ինքս շատ պատասխանատու մարդ եմ։ Եթե միտեղ մտել եմ աշխատանքի, եթե միտեղ մտել եմ ընկերական հարաբերության մեջ, եթե միտեղ ստեղծել եմ ինչ-որ մի անկյուն, ընկերություն, խանութ, աշխատանք, չգիտեմ ինչ, կոլեկտիվ կամ եսիմ ինչ, ամենտեղ ես պատասխանատու եմ, վերին աստիճանի եմ երևի պատասխանատու ու շատ վիրավորվում եմ, շատ ազդվում եմ, շատ նեղվում եմ, որ մարդիկ իրանք չունեն այդ պատասխանատվության զգացումը, թե լինեն հաճախորդներ, թե լինեն ընդհանրապես այլ կարգի մարդիկ, ով ուզում է լինի, որոնք դիմացինի ժամանակը բացարձակապես չեն գնահատում։ Ժողովուրդ ջան, կյանքը կարճ է ու կյանքներս գնում է։ Եթե իմ ժամանակը ոչ մեկի համար թանկ չի, իհարկե որ իմ ժամանակ միայն իմ համար է թանկ։ Այդ նույն ձևով ես կարամ ձեր ժամանակի նկատմամբ, հա, ոնց որ ասած, ժամանակը ես էլ տանեմ, հատկապես շատ ազդում է այն պահը, երբ որ հաճախորդները զապիս են լինում ու չեն գալիս։ Ոչ գրում են, ոչ այդ զապիսը ադմենա են անում, ոչ նախորոք զգուշացնում են,
ոչ ասում են, որ կարում են կամ չեն կարող գանք, ոչ էլ սկի հիշում են, որ դու գոյություն ունես։ Զապիս են լինում, մարդ ես, գնում ես աշխատանքի, նստում ես, ժամերով սպասում ես։ Սիրելիներս, շարունակությունը որոշեցի այսպես մեկնաբանեմ, քանի որ ավելի արագ կստացվի, քանի որ շատ վրդոված եմ եւ շատ բաներ եմ խոսացել, պետք չէ որ ամեն ինչ ասեմ, արտահայտվեմ, բայց տեսանյութը թողել եմ, ուղղակի մեկնաբանեմ, շատ ջղայնացած էի, որովհետև հաճախորդս գրանցվել էր, չէր եկել, ես էլ հոգնած էի, հերիք չի 2 ժամ ինտերվալ ա եղել առաջի հաճախորդից մինչև հետմի հաճախորդը, այդքան նստել եմ սպասել, մի հատ էլ ինքը չեկավ, էդ էլ պլյուս կես ժամ էլ սպասում եմ, չենք կարող բացահայտեն գալու ա թե չի գալու, վերջը մի 3 ժամ հենց այնպես պրոստը ոտերս ուռած նստել եմ այդ մի հաճախորդի համար ու արդեն վրդոված 8 ժամի թողել տուն եկել, այսինքն անարդյունք տուն գալը, անարդյունք աշխատանքի վայրում նստելը իմ համար ոնց որ ասած մի քիչ պատիվ չի, էլի ես սիրում եմ, եթե գնացել եմ, всё по делу, հա, ոնց որ ասած, նստեմ աշխատեմ, իմանամ ինչի համար եմ գնացել, վերջը խաղ չենք անում ու տարիքս էլ երեխու տարիք չի, էլի։ Բայց դե հիմա տենց է ստացվել, անպատասխանատու մարդիկ շատ են, մի խոսքով չէր կարողացել գա, վերջ պարզեցինք, որ չի եկել։ Ուղղակի շատ բորբոքված եմ, չեմ ուզում այդ տեսանյութը իրան իսկական զվուկով դուք լսեք։ Այսօր այսքանը սիրելիներս ինչ ասեմ, ուզում եմ, որ բոլորիդ կյանքում էլ անպատասխանատու մարդիկ ուղղակի քիչ լինեն ու ընդհանրապես չլինեն, եւ ես ինքս էլ չգիտեմ ինչպես կարելի է վարվել նման մարդկանց հետ։ Ամենայն դեպս ձեզ բոլորիդ շատ սիրում եմ, հուսամ տեսանյութը լավից վատից ձեզ դուր եկավ, շատ են հարցնում ով եք դուք մասնագիտությամբ, ինչ եք անում, ինչու եք վլոգ վարում, մի խոսքով որոշեցի այսպես ստեյից ընդեից ա իհարկե ծաղկաքաղարած ա, բայց մոտավոր կհասկանան, որ ես ով եմ, որ ես կոսմետոլոգ եմ, որ ես աշխատում եմ որտեղ եւ ինչ եմ անում, հասցնել իհարկե մեկնաբանությունների բաժնում կթողնեմ, ցանկացողները կարող են միանալ, ովքեր Մոսկվայում են ապրում, Մոսկվա բնակները։ Մի խոսքով սիրելիներս, ես ձեզ շատ եմ սիրում, շատ եմ հարգում, եթե ձեր համար դժվար չէ, կիսվեք իմեջով, եթե ձեր համար դժվար չէ, գրանցվեք իմեջին եւ խնդրում եմ, եթե դժվար չէ, տեսանյութերը մինչեւ վերջ դիտեք։ Այսօր այսքանը եւ բոլորիդ լավ օր եմ մաղթում, խաղաղ օր, առողջություն, համբերություն, սեր եւ երջանկություն։ Այսպիսով ցտեսություն, կհանդիպենք հաջորդ վլոգում։ Առայժմ սիրելիներս